Հիմնականում մահվան հետ կապված մենք ունենում ենք կամ այսպես կոչված ինքնասպանություններ, որոնք նախկինում ունեցած փորձից կարելի է լուրջ կասկածի տակ դնել այդ մարդկանց ինքնասպան լինելը, շատ լուրջ կասկածի տակ են դնում, որտեղ բոլոր տարիների փորձերը ցույց են տալիս, որ հրապարակված թվերի, ինքնասպանության թվերի առնվազն գոնե կեսը շատ կասկածելի պայմաններում է մահացել, մնացածն էլ եթե անգամ կասկած չի առաջացնում, միևնույնն է, դա իշխանությունների, օրվա իշխանությունների, նախարարության, ծառայության, քրեակատարողական վարչության ծառայության պատասխանատվության ներքո է, բոլոր դեպքերում։ Ինչու են ունենում մահվան դեպքեր, որովհետև նորից առողջական խնդիրների հետ կապված բավարար բուժօգնություն չեն տրամադրվում, անպայման կասեն պետական պաշտոնյաները, որ մենք ունենք եւ թղթերով մի խոսքով, որպեսզի շատ չբարդացնեմ, ասել են, որ թղթերով ամեն ինչ նորմալ է, թղթերով իրանք ունեն եւ դեղամիջոցներ, եւ սարքավորումներ, եւ բուժում են անցնում, այնինչ փորձեք խոսել քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց կանոնավորների դատապարտյալների հետ, դուք կհասկանաք, որ լրջագույն խնդիր կա առողջապահական եւ հատկապես պետպատվերի շրջանակներում այդ աջակցության, իսկ դրանք մի զգալի մասը պետպատվերի շրջանակներում պետք է իրականացվի, որովհետեւ մարդը զրկված է ազատությունից եւ գալիս է ինչ-որ մի պահ եւ մարդկանց ասում են, գիտեք, պիտի սպասեք, որովհետեւ պետպատվերը վերջացել է։ Իսկ կան հիվանդության տեսակներ, որոնք չեն կարող սպասել։ Մեծ մասը հիվանդություններ ուղղակի չի կարող սպասել, որովհետև դա անդառնալի հետևանքներ ունենում մարդկանց համար։ Մյուս կողմն էլ անշուշտ մարդիկ այ անարդարության զգացումից, ինչու են նաև եթե իրական ինքնասպանությունների մասին է խոսքը գնում, ինչու պիտի նորմալ պայմաններում պահվող մարդը, որը գիտի, որ օրինակ 2, 3, 4, թեկուզ 10 տարի հետո ազատության մեջ կարող է հայտնվել, կամ պիտի հայտնվի, ինչու պիտի գնա մարդը ինքնասպանության։ Դա պիտի ունենա ինչ-որ հոգեբանական, սոցիալական պատճառներ։ Այս պատճառների հետ կապված հիմնականում մարդկանց, գիտեք, անգիլանելիության, անտանելիության, իրենց պատիժը որպես ոչ թե ուղղվելու, ոչ թե փոխվելու, ոչ թե իրենց մեղքը գիտակցելու ճանապարհով են գնում, այլ մարդկանց բոլոր կողմերից նվաստացնելու, ստորացնելու, անմարդկային պայմաններում պահելը անշուշտ ինքը կարող է բերել նաև ինքնասպանության։ Սա շատ ցավալի է, որովհետև այդ մարդիկ ի վերջո մեր հասարակության անդամներն են, որքան էլ գործը իրանց գործողությունների հետ համաձայն չլինես, պես հաշտ չլինես ինչ-որ բաների հետ, բայց ի վերջո այդ մարդիկն մեր հասարակության անդամներն են, եւ իրենք նաև ունեն ընտանիքներ, իրենց հերթին են այսպես բացասական տրամադրվում թե պետության, թե հասարակության մնացած այսպես մարդկանց նկատմամբ, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ։ Հետևաբար մենք անընդհատ ունենում ենք այդ լարված վիճակը։ Ես չեմ կարծում, որ մարդիկ, եթե պահվեն նորմալ պայմաններում եւ մարդկային վերաբերմունք լինի իրենց նկատմամբ, մարդիկ կգնան ինքնասպանության։ Դա եւ քրեական ենթամշակույթի էլեմենտներն են, որոնք անմասն չի քրեակատարողական հիմնարկները, դա եւ պետության կողմից իրանց անտեսված լինելն է պատճառները իրական ինքնասպանությունների մասին եւ արդարադատության հետ անհաշտ լինելը, երբ որ մարդիկ փնտրում են արդարությունը ու չեն կարողանում գտնել այդ արդարությունը ոչ մի ատյանում, ոչ մի տեղում։ Անշուշտ սա նորից ցավոք սրտի սա պետության խնդիրն է, սա օրվա իշխանությունների խնդիրն է եւ անկախ նրանից մենք հաշտ ենք թե հաշտ չենք անձած կատարած գործողությունների հետ, միևնույն է, այս մարդիկ մեր հասարակության մասն են եւ մենք պարտավոր ենք նաեւ պատասխանատվություն կրել իրենց կյանքի առողջության համար։